Ծրագրով նախատեսվում է Գյումրի քաղաքում հիմնանորոգել 21 փողոցներ, 21 փողոցներն էլ հանդիսանում են երկրորդական փողոցներ և ընդհանուր երկարությունը կազմում է 6681 մետր կամ 100,152 քառակուսի մետր, որից մայթերի մակերեսը 34,936 քառակուսի մետր։ Ընդրված հատվածները հանդիսանում են կենտրոնական փողոցներն իրար միացնող հատվածներ, ինչպես նաև դեպի ենթակառուցվածքներ տանող ճանապարհներ, որոնցով ամեն օր երթևեկում են հազարավոր քաղաքացիներ, մասնավորապես երեխաներ։ Մեր Գյումրի քաղաքի 2022-26 թվականի հնգամյա զարգացման ծրագրում բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կապիտալ ծրագրերում փողոցների բարեկարգումը կազմվել է ելնելով մի շարք առաջնահերթություններից, մասնավորապես սկզբնական կենտրոնական փողոցներն իրար միացնող հատվածները, դեպի մանկապարտեզ տանող ճանապարհները և դեպի դպրոց տանող ճանապարհներ։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2 միլիարդ 452 միլիոն 947 հազար դրամ, որից համայնքի ներդրումը 1 միլիարդ 471 միլիոն 768 հազար 200 դրամ կամ 60%-ը։ Սկիզբը ապրիլ 2026 թիվ, տևողությունը 210 օր։ Հայ Հայաստան 2 կողմ։ Քաղաքացիական պայմանագիր 10 ձեռնպա։ 18 կողմ 10 ձեռնպա որոշում են։ Երկրաշարժից անօրտեղան մտածած ընտանիքների թիվը հետացուցակներում հաշվառած անձանց քանակը 4230, 2008-ից 21 թվականների բնակարաններով ապահովված ընտանիքներ 3214, հաշվառված և երկրաշարժից անօրտեղան ընտանիքները 1016։ Նախատեսվում է կառուցել բազմաբնակարան շենքեր, որոնք կհամապատասխանեն բոլոր սեյսմիկ, էներգոարդյունավետ և քաղաքաշինական չափանիշներին, ապահովելով նաև խոցելի խավերի, միայնակ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, բազմազավակ ընտանիքներ, հատուկ կարիքները։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ ազդեցությունները. նորակառույց բնակարանների տրամադրում սոցիալապես անապահով ընտանիքներին, կառուցված և շահագործման հանձնված կլինեն առնվազն 100 բնակարաններ, որոնք կբաշխվեն առաջնահերթության հերթացուցակով։ Արդյունքում նվազագույնը 100 ընտանիք դուրս կգան տնական և անբարեկարգ կացարաններից։ Դեմ ձեռնպա ընդունում եմ Այդարը։ Կոմունիստական կուսակցություն 7 կողմ։ Մեր քաղաքը 6 կողմ։ Ինքնազոհ համայնք 3 կողմ։ 22 կողմ։ Ապահովում են շենքի կիսունակությունը։ Ծրագրի իրականացման արդյունքում կլուծվեն հետևյալ խնդիրները. կապահովի շենքի երկարաժամկետ պահպանությունը, Միանշանակ առաջարկությունների կընդունվի և շահառուները ըստ հերթացուցակի, որոնք որ նախատեսված են տվյալ բնակարանները, որոնք որ կորցրել են, բազմազավակ ընտանիքներ, անապահով ընտանիքներ, միայնակ ծեր հաշմանդամներ ըստ առաջնայինության։